Հրաֆի Սամվել Պատանի արտավազդը Երեկոյան մութը բոլորովին պատել էր, բայց Սամվելը դեռ չէր վերադարձել Սահակին և Մեսրոպին ճանապարհ դնելուց։ Նրա սենյակում միայնակ նստած սպասում էր ծերունի Արբակը, իսկ սենյակի դռանը ոտքի վրա սպասում էր Պատանի Հուսիկը։ Երկուսն էլ կորցրել էին իրենց համբերությունը։ Իշխանը ուշացավ, բավական ուշացավ։ Ծերունին մի քանի անգամ վեր կացավ, ուղեց ձիթային ճրագի պատրույգը, լույսը ավելացրեց, լույսը պակասեցրեց, բայց այդ պարապմունքը բավական չեղավ նրան զբաղեցնելու, և ձանձրույցից սկսեց անկյուններում դրած նիզակներն ու զենքերը համբարել։ Այդ հաշիվը կարելի է ասել նա 100 անգամ տեսել էր, բայց դարձյալ նորից ստուգում էր։ Պատանի Հուսիկը երբեմն ներս էր մտնում, մի որևէ հիմարություն էր ասում ծերունուն, բարկացնում էր նրան և դուրս էր գալիս, բայց իշխանը դեռ չերևաց։ Կրկին հայտնվեցավ Հուսիկը և կանգնելով ծերունու առջև, երկու ձեռքերը կանթեց կողքերի վրա և մի առանձին հեգնությամբ ասաց. «Գիտես, Արբակ, դրսում ինչ տեսա»։ «Ինչ տեսար, սատանա», հարցրեց ծերունին, յուր խոժոռ աչքերը ուղղելով դեպի պատանու խորամանկ երեսը։ «Տեսա մեկը մի քանի անգամ անցավ իմ մոտով, ես կուչ եկա պատի տակին, նա ինձ չտեսավ և պտույտ տալով անցավ։ Նա պտտվում էր մեր սենյակների շուրջը և անդադար նայում էր դեպի այս կողմ և դեպի այն կողմ։ Երբեմն մոտենում էր, կանգնում էր լուսամուտի ներքև ականջ էր դնում, և որպեսզի չնկատեն նրան, նա հեռանում էր և նորից մոտենում էր։ Երբ մի անգամ ևս հեռացավ, ես վազեցի դեպի խոհանոցը, այնտեղից վեր առա մի բավական խոշոր փայտի կոճղ, բերեցի դրեցի ուղիղ այն գծի վրա, որտեղից նա մոտենում էր լուսամուտին։ Երբ կրկին անգամ եկավ, նա ոտը դիպավ ճեղքին և մի լավ գլուխկոնծի տվեց բակի սալերի վրա։ Էլ չեմ իմանում, գլուխը կոտրեց թեքիթը, բայց մի խոր ախ-վայ գոչեց և կաղկաղալով հեռացավ։ Չիմացար ով էր։ Ինչպես չիմացա, ներքինի Բագոսն էր, տիկնոջ ներքինին։ Այդ անպիտանին սպանելու է, շան նման սատկացնելու է, մռմռաց ծերունին զայրացած ձայնով։ Նա յուր վարձը ստացավ, պատասխանեց Պատանին և դարձյալ դուրս եկավ սենյակից։ Ծերունին մնաց միայնակ, տխուր էր նա, տխուր որպես արդար սրտմտություն։ Ամբողջ կես դար վկա էր եղել նա այդ տան լավ և վատ գործերին, տեսել էր նրա չարն ու բարին, ուրախացել էր նրա բախտավորության համար, ցավակցել էր նրա դժբախտությունների համար, բայց երբեք նրա սիրտն այնպես դառնացած չէր եղել, որպես այդ վերջին օրերում։ Նրան դեռևս բոլորովին պարզ չէր, թե ինչ է կատարվում յուր շուրջը, բայց մի խուլ ներքին բնազդմամբ զգում էր, որ լավ բան չի կատարվում։ Մոր լրտեսները շրջապատում են որդու բնակարանը, որդին մորից ծածուկ գործեր է կատարում։ Գիշերներն անծանոթ անձինք մտնում են ամրոցը, դուրս են գալիս։ Մարդիկ միմյանց ականջի են խոսում։ Ինչ էին նշանակում այդ բոլոր կասկածոտությունները։ Ծերունին ինքն իրեն հարց էր տալիս, բայց նրա պարզ և անկեղծ սիրտը մնում էր առանց պատասխանի։ Այդ մտահուզության մեջ նստած էր նա և խոժոռ դեմքով սպասում էր, մինչև նախասենյակում լսելի եղան ծանր ոտնաձայներ, դռները ետ գնացին, ներս մտավ Սամվելը, իսկ նրա ետևից նրա երկու զինակիցները, որ կանգնեցին դռան աջ ու ձախ կողմերում։ «Բարի երեկո, սիրելի Արբակ», ասաց նա ուրախ ձայնով և մոտեցավ, ձեռքը դրեց ծերունու ուսի վրա, հարցնելով. «Երևի երկար սպասել տվի քեզ»։ Երիտասարդի ուրախ տրամադրությունը փոքր-ինչ վանեց ծերունու թախծությունները, և նա ծանրացած գլուխը վեր բարձրացնելով հարցրեց. «Ինչու այդքան ուշացար»։ «Հեշտ չէ բարեկամներից ու սիրելիներից շուտով բաժանվելը, հարգելի Արբակ։ Կերանք, խմեցինք, համբուրվեցանք, բաժանվեցանք, դարձյալ մոտեցանք, դարձյալ համբուրվեցանք և այդպես կրկնելով ու կրկնելով արևը մտածրինք, օրը մաշեցինք»։ Նա դարձավ դեպի զինակիցները և ձեռքը շարժեց։ Նրանք գլուխ տվին և հեռացան։ Ներս մտավ Հուսիկը, կանգնեց նրանց մեկի տեղում։ «Հիմա ասա, Արբակ, մորս մոտ եղել ես»։ Հարցրեց նա և անցավ հոգնած կերպով պառկեց յուր կահավորակի վրա։ «Եղել եմ», պատասխանեց ծերունին, 2 անգամ։
ոչ 3 անգամ ընդմիջելով ուղեցուսիկը, հա մեղա Աստծու, 3 անգամ շարունակեց ծերունին, ծուռ կերպով նայելով պատանու երեսին, 1 անգամ առավոտյան, 1 անգամ կեսօրին, 1 անգամ էլ երեկոյան, ծիծաղելով ավելացրեց Սամվելը, հա 1 անգամ էլ երեկոյան, կրկնեց ծերունին զարմանալով, թե ինչ մի ծիծաղելու բան կար այդ հաշվի մեջ։ Սամվելը փոքր-ինչ խմած էր, եթե ոչ նա երբեք սովորություն չուներ կատակներ անել յուր դայակի հետ, որին չափազանց հարգում էր։ Նկատելով ծերունու վշտանալը, փոխեց նա յուր հեգնական եղանակը և բոլորովին լուրջ կերպով հարցրեց. «Ուրեմն եղել ես մորս մոտ, դե պատմիր, ինչ պատրաստություններ է տեսել իմ ճանապարհորդության համար։ Ես առավոտյան պետք է գնամ, անպատճառ պետք է գնամ»։ «Մորդ ցանկությունն էլ հենց այդ է, որ առավոտյան գնաս», պատասխանեց ծերունին և վեր կենալով յուր տեղից մոտեցավ երիտասարդի գահավորակին, նստեց նրա ներքև, գորգի վրա, որպեսզի յուր ձայնը ավելի լսելի լինի։ Նա ամեն ինչ պատրաստ է տվել քո ճանապարհորդության համար, 50 երիտասարդներ, միագույն կապույտ նժույգների վրա նստած, ամենքը արծաթյա զենք ու զարդով կուղեկցեն քեզ։ 10 զույգ մույգ դեղնագույն ջորիներ կտանեն վրանները, պաշարեղենը և հանդերձեղենի չամադանները, 2 սպիտակ ջորիներ կտանեն իշխանական կառքը, 20 ոսկեգույն նժույգներ պատրաստ կլինեն իբրև հետևակներ։ Այդ նժույգների փառավոր ասպազենքը տիկինը յուր գանձարանից է ընտրել։ Բացի 50 երիտասարդ թիկնապահներից քեզ հետ կլինեն 7 զինակիրներ, 7 բազիակիրներ, 7 բարակապահներ և 2 խոհարար։ Գինին, զանազան տեսակ օշարակներ, զանազան տեսակ քաղցրավենիք և անուշեղեններ իրանց կարգով դարսած են առանձին արկղների մեջ։ Մոռացա ասել, որ 50 թիկնապահների թվում կլինի և մի սպա, որ կտանե իշխանական դրոշը, և մի խումբ թմբկահարներ ու փոխարներ։ Այդ հաշվի մեջ Արբակը չսխալվեցավ, որովհետև երբեմն նայում էր մի գրվածքի կտորի վրա, որ ձեռքումը բռնած ուներ։ Երբ ավարտեց, Սամվելը նկատեց. «Բավական փառավոր պատրաստություն է, միայն խիստ ծանր է։ Ես կցանկանայի, որքան կարելի է թեթև լիներ իմ ասպախումբը։ Մայրդ ցանկացել է, որ քո հոր և քո անունին պատշաճ լինի քո ասպախումբը», պատասխանեց ծերունին մի այնպիսի ձայնով, որի մեջ լսվում էր և նրա դառն տհաճությունը։ «Իսկ իմ մարդիկներից ումն է նշանակել»։ «Ոչ ոքի, այդ թողել է քո կամքին, ումը կամենաս կարող ես վեր առնել քեզ հետ»։ «Իսկ դու, սիրելի Արբակ, չես գալու ինձ հետ»։ Արբակը քեզ երբ է միայնակ թողել, որ այժմ թողնի։ Նրա գլուխը պետք է այդ շեմքի տակ թաղվի։ Նա ձեռքը տարավ դեպի Սամվելի սենյակի շեմքը։ Պատանի հուսիկը կանգնած էր պատի մոտ և յուր փայլուն աչքերով երբեմն նայում էր յուր տիրոջ վրա և երբեմն ծերունի Արբակի վրա։ Նա անհանգիստ էր և անհամբերությամբ սպասում էր գիտենալ, արդյոք յուր տերը իրան ևս կտանեն յուր հետ։ Նրա ուրախությունն անչափ եղավ, երբ Սամվելը դարձավ դեպի ծերունին ասելով. «Շնորհակալ եմ իմ մորից, որ իմ մարդիկների ընտրությունը թողել է իմ կամքին։ Ես բոլորին պետք է ինձ հետ տանեմ, կհրամայես սիրելի Արբակ, որ ամենքը առավոտյան պատրաստ լինեն»։ «Ես արդեն պատվիրել եմ», պատասխանեց ծերունին։ Այդ միջոցին առաջ անցավ պատանի հուսիկը և կարմրելով ասաց. «Մի խնդիր կունեմ, տեր իմ, խոսիր, իմ ձիու ոտքը պայտելուց կաղում է։ Արբակը կհրամայե, որ իմ ախորատնից քեզ տան այն ձին, որ դու հավանելու լինես»։ Պատանու դեմքը փայլեց ուրախությունից։ Արբակը վեր կացավ։ «Ուր»։ հարցրեց Սամվելը։ «Դեռևս պակաս բաներ շատ կան, գնում եմ կարգի դնելու»։ «Շնորհակալ եմ, սիրելի Արբակ, ես առավոտյան վաղ, շատ վաղ պետք է ճանապարհ ընկնեմ»։ Ծերունին գլուխը խորհրդավոր կերպով շարժեց և առանց յուր ետևը նայելու դուրս գնաց սենյակից։ Նրա հեռանալուց հետո Սամվելը ավելի ուրախ էր։ Յուր ճանապարհորդության պատրաստությունները թեև ոչ բոլորովին, բայց մասամբ ավելի նպատակահարմար էին կարգադրված։ Նա այդքան ևս չէր սպասում յուր մորից, նա սպասում էր փառավորություն, շքեղություն, բայց չէր սպասում, որ մայրը թույլ կտար նրան յուր մարդիկը յուր հետ տանել։ Իսկ Սամվելի մարդկանց թիվը ավելի շատ էր, քան մոր նշանակածները։ Նա այժմ ոտքի վրա անցուդարձ էր անում յուր սենյակում և ձեռքերը եռանդով շփելով ինչ-որ հաշիվներ էր անում յուր գլխում։ Պատանի հուսիկը նկատելով նրա ուրախ տրամադրությունը, համարձակություն ստացավ մի այլ խնդիրքով ևս դիմելու յուր տիրոջը, բայց այս անգամ տատանվում էր նա,
Եվ նրա ճարպիկ լեզուն, որ խոսքի ետևից ման գալու սովորություն չուներ, այս անգամ պապանձվել էր։ Ամոթխածությունից գլուխը խոնարհած երբեմն թեքվում էր աջ ոտի վրա, երբեմն ձախ ոտի վրա, եւ մի անգամ ձեռքը տանում էր ականջի ետևը քորում էր։ Ասեմ, թե չասեմ, այդ երկու բառերն էին պտտվում նրա հուզված գլխում։ Եթե Սամվելը գոնե մի անգամ նայելու լիներ խեղճ պատանու վրա, իսկույն կնկատեր նրա անհանգիստ դրությունը։ Բայց Սամվելը հափշտակված էր յուր քաղցր խոկումներով եւ նրա վրա ամենևին ուշադրություն չէր դարձնում։ Մի քանի անգամ հազած պատանին, նրա կեղծ խորամանկ հազը գրավեց Սամվելի ուշադրությունը, որ նայելով նրա շփոթված երեսին հարցրեց. «Այլևս ինչ ասելիք ունես»։ «Ինչպես ասեմ, տեր իմ», աչքերը ցած խոնարեցնելով մրմնջաց պատանին։ «Այնպես ասա, ինչպես միշտ սովորություն ունես ասելու», խոսեց իշխանը ծիծաղելով։ «Ինչից ես ամաչում»։ Տիրոջ ծիծաղը ամրացրեց պատանու վստահությունը եւ նա հեկեկալով ասաց. «Այսօր ամբողջ օրը լաց էր լինում նա»։ «Ով նվարդը»։ «Այո, տեր իմ»։ «Ինչու էր լաց լինում»։ «Նա իմացել է, որ ես գնալու եմ իմ տիրոջ հետ»։ «Եվ տխրում է»։ «Ոչ, տեր իմ, ես խոսք էի տվել»։ «Ինչ խոսք էիր տվել»։ «Որ այդ օրում կպսակվեք, այդպես չէ»։ «Այո, տեր իմ»։ «Հիմա ինչ ես ուզում, կամենում ես մնալ, պսակվել»։ «Ոչ, տեր իմ, ես դեռ նրան նշան էլ չեմ տվել»։ Սամվելը մի փոքր մտածելուց հետո հանգստացրեց նրան ասելով. «Դու քո խոստմունքի կեսը այժմ կարող ես կատարել։ Նշանը կտաս, իսկ պսակվելը կմնա մեր վերադառնալուց հետո։ Դեռ ես չգիտեմ, երբ կվերադառնամ, բայց երբ էլ որ լինի, ես քեզ անպատճառ պսակել կտամ նվարդի հետ։ Նա լավ աղջիկ է։ Նա այդ օրերում մի քանի լավ ծառայություններ արեց ինձ, եւ այդ պատճառով իմ կողմից առանձին բարձրության արժանի է։ Երբ Արբակը կգա, կասեմ նրան, որ իմ գանձից տանե նրա համար ամենաթանկագին նշաններ»։ Խեղճ պատանին չգիտեր որպես հայտներ յուր շնորհակալությունը։ Ուրախության արտասուք աչքերում մոտեցավ, ընկավ յուր տիրոջ ոտքերը, կամենում էր համբուրել։ Սամվելը հեռացրեց նրան ասելով. «Վեր կաց, որքան նվարդը լավ աղջիկ է, այնքան դու լավ սպասավոր ես»։ Այդ միջոցին դռները շարաչմամբ ետ գնացին, ներս վազեց պատանի արտավազդը, Մամիկոնյան Վաչեի որդին։ Նա գրկեց Սամվելի պարանոցը եւ գեղեցիկ գլուխը դնելով նրա երեսի վրա, խորին հրճվանքով բացականչեց. «Ախ, եթե գիտենայիր, Սամվել, որքան ուրախ եմ, չեմ կարող պատմել»։ «Այդ ի՞նչն է այդքան ուրախացրել քեզ»։ Հարցրեց Սամվելը դժվարությամբ ազատվելով աշխույժ պատանու գրկից։ «Նստենք կպատմեմ, սաստիկ հոգնել եմ, սաստիկ»։ Երկուքն էլ նստեցին բազմոցի վրա, պատանին մինչև ականջները կարմրել էր։ Երևում էր, որ իրանց տանից մինչև Սամվելի բնակարանը անդադար վազելով էր եկել։ Մի փոքր շունչ առնելուց հետո խոսեց. «Այս առավոտ միայն ինձ ասացին, որ դու գնալու ես հորդ դիմավորելու։ Մտածեցի, ինչու պետք է Սամվելը գնա, իսկ ես չպիտի գնամ։ Իսկույն բաց տվի մուշեղի մոտ, ձեռքը համբուրեցի, ոտքը համբուրեցի, վերջապես նրա հաճությունը առի, հետո բաց տվի քո մոր մոտ, նրա էլ գլխից սկսած մինչև ոտքերը համբուրեցի, նա էլ կամք տվեց։ Մնում էր իմ մայրը, դրան համբույրներով համոզել փոքր-ինչ դժվար էր, զոր տվի լեզվից։ Գիտես, ասացի, մեր ուժանը գալիս է, Վահանը գալիս է, նրանց հետ լինելու են Պարսից թագավորի մեծամեծ զորապետները, պետք է երևալ բանակի մեջ, պետք է ցույց տալ իրան։ Այնտեղ հավաքվելու են բոլոր նախարարների որդիները, ես որիցն եմ պակաս, թե իմ նետը նետելով եւ թե իմ նիզակը շարժելով։ Մի խոսքով, էլ բան չմնաց, որ չասացի։ Դու գիտես, որ մայրերը փարասեր են լինում, մանավանդ որդիների վերաբերությամբ։ Նա բարեհաճեց, որ ես էլ երևամ նախարարների որդիների մեջ եւ զարմացնեմ պարսիկներին։ Լավ չեմ սարքել։ Ված չէ, պատասխանեց Սամվելը, թեև սուտեր շատ ես խոսել։ Ոչ, Աստված վկա, սուտ չեմ ասել, բայց մի փոքր պարծեցել եմ, ասաց պատանին ավելի կարմրելով։ Ինչ պետք է անեի։ Մարդ ուզում է դուրս գա աշխարհ տեսնե, բայց դրանք կույր աղջկա նման հենց տանն են պահում։ Ես խո պստիկ չեմ, մի տարի էլ անցնի, բեղերս դուրս կգան, այն ժամանակ կասեն դու մարդ ես։ Հիմա ինձ մարդու տեղ չեն դնում։ Այս գիշեր չեմ քնելու, խոսքը փոխեց նա։ Մինչև լույս չեմ քնելու, երբ առավոտյան տեղ եմ գնալու, գիշերը քունս չէ տանում, պետք է ամեն ինչ պատրաստել տամ, ամեն ինչ։ Այդ շատախոս պատանին, որին առաջին անգամ տեսանք Մուշեղ իշխանի պարտեզում, համազած մանուկի հետ նետաձգության փորձեր անելիս, այդ կյանքով եւ կրակով լի պատանին ոչ սակավ հարգելի պատճառներ ուներ մասնակցելու Սամվելի արշավանքին։
Բայց Սամվելին սկսեց անհանգստացնել այն միտքը, արդյոք այդ անփորձ եւ պարզամիտ մանուկը իրան չէր խանգարի, արդյոք նա մի անխուսափելի ծանրություն չէր դառնա յուր համար։ Այդ տարակուսանքներն էին պատճառը, որ Սամվելը դժվարացավ պատասխանել, երբ պատանին նրա երկու ձեռքերը առնելով յուր ափերի մեջ, մոտեցրեց յուր շրթունքներին հարցնելով. «Բոլորի հաճությունը ստացել եմ, սիրելի Սամվել, մնում ես դու, ասա, հոժար ես, որ ես էլ կամ քեզ հետ»։ Երբ Սամվելը յուր պատասխանը ուշացրեց, նա ավելացրեց ասելով. «Եթե դու չհամաձայնվես, ես առանց քեզ էլ կգնամ»։ Պատանու ինքնասիրությունը փոքր-ինչ չափազանց էր, բայց Սամվելին հայտնի էր նրա անսանձ, անզուսպ բնավորությունը։ Իրավ, եթե Սամվելը նրան յուր հետ տանելու չլիներ, նա այնպես էլ կգնար։ Մի միտք ծագեց Սամվելի գլխում. դա ինձ հարկավոր կլինի։ Եվ իսկույն գրկեց նրան ասելով. «Մի վշտացիր, սիրելի արտավազդ, դու իմ ասպախումբի զարդը կլինես, ես առանց քեզ մի քայլ անգամ չեմ փոխի, գնա պատրաստվիր»։ Պատանին վեր կացավ և ուրախությունից մոռանալով մինչև անգամ բարի գիշեր ասել, դուրս վազեց սենյակից։ Նախասենյակում լապտերը ձեռին սպասում էր նրա ծառան։ Նա շտապելով թողեց ծառային և անցավ, ծառան լապտերը տանում էր նրա ետևից և դժվարանում էր հասնել։ 3 օր անցել էր այն գիշերից, որ երկու սուրանդակները մտան ողական ամրոցը, բերելով Տիզբոնի պոթը։ 3 օրից հետո դուրս եկան ողական ամրոցից երկու եղբոր որդիները։ Սամվելը առավոտյան յուր փառավոր ասպախումբով, հանդիսավոր կերպով, իսկ Մուշեղը գիշերով, միայն երկու զինակիրների հետ, գաղտնի կերպով։ Հրաֆի Սամվել